նրանք, ովքեր ծնվել են աղեղնավոր, երկորյակ, կույս եւ նաև ձկներ կենդանակերպի ազդեցության տակ եւ նամանավանդ նրանք, ովքեր ճանապարհորդելու են այդ ժամանակահատվածում, քանի որ աղեղնավորը դա ճանապարհորդության օտար երկրների, օտար լեզուների, արտերկրի հետ միջազգային կապերի կենդանակերպն է։ Սիրելի հետևորդներ, զույգերով ներկայացնեմ, փաստորեն նոյեմբերի 9-ից մինչ նոյեմբերի 29-ը Մերկուրին կանգնելու է աղեղնավորների առաջին տանը, երկորյակների 7-րդ տանը սիմվոլիկ, հա։ Աղեղնավորները թող ուշադիր լինեն իրենց իսկ կազմակերպած գործերից, գործերը եթե սկսում են մանրամասն թող այդ ամենը քննարկեն, խորհուրդ եմ տալիս այդ ամենը կատարել մինչև նոյեմբերի 9-ը եւ նոյեմբերի հենց 1-ը, 2-ը եւ ամսի 6-ը բացառիկ բարենպաստ օրեր են։ Այդ ժամանակահատվածից հետո սիրելի հետևորդներ, բոլորը ցանկալի է, որ բոլոր կարևոր գործերը մինչ այդ կատարեք կամ թողնեք նոյեմբերի 29-ից հետո, որովհետև այնինչ սկսեք հենց այդ ժամանակահատվածում եւ մանավանդ դուք սիրելի աղեղնավորներ, ուղղակի կարող են թերի մնալ, բավականին աշխատանք պետք է տանեք, հետո այդ բոլոր թերությունները շտկեք։ Սիրելի երկորյակներ, ձեր միջանձնային հարաբերությունների դաշտում է, գործընկերային հարաբերություններ, զուգընկերային հարաբերություններ, կնոջ, ամուսնու հետ, ձեր սիրելիի հետ, այդ բոլոր պայմանավորվածությունները, որոնք կախված են արտերկրի հետ, հնարավոր են այդ ամենը կամ ուշանան, կամ չեղարկվեն։ Եթե մեկնելու եք արտերկիր, բոլորն էլ մեկնելու են եւ հիմա կարող է խոճապ սկսել, սիրելի հետևորդներ, արդեն իսկ եթե գնել եք ավիատոմսեր, ուղղակի ուշադիր եղեք ձեր փաստաթղթերի հետ, ձեր պայուսակների հետ, չմոռանաք հեռախոսները, համակարգիչները, սիրելի երկորյակներ, ձեր դեպքում այդ պայմանավորվածությունները ձեր շրջապատի հետ կարող են կամ չեղարկվել կամ ուղղակի այդ բարենպաստ ընթացքով չընթանալ։ Ուստի բոլորս, ովքեր կարևոր գործեր ունենք, այդ կարևոր նամակագրությունը ուղարկում ենք էլեկտրոնային փոստերի միջոցով, բանավոր պայմանավորվածություններ հնարավոր է նրանք ուղղակի արդյունավետ չլինեն, կամ չեղարկեն, կամ ուղղակի թերի այդպիսի թերի ընթացք ունենան։ Անցնենք առաջ, սիրելի կարիճներ եւ ցուլեր։ Կարիճների երկրորդ տանն է, ցուլերի 8-րդ տանն է, այն կարիճները, որոնք արտասահմանից գումարներ են սպասում, աշխատավարձ պետք է ստանան, տրանսֆերտներ կարող են լինել, նրանց մոտ հնարավոր է ուշացումով լինեն։ Կարելի է այդ ամենը, եթե գնումներ եք կատարում, մինչև այդ ժամանակահատվածը անեք։ Իսկ եթե չէ, ուղղակի ամեն ինչը մանրամասն ուսումնասիրեք, մանրամասն այսպես փաստերով տեղը տեղին այդպես